Որտեղ եք տեսնում Microsoft-ը առաջիկա 5 տարիների ընթացքում։ Երազանքներն ու նպատակները շատ են, իհարկե, բայց ավելի իրատեսական լինելու համար թվարկեմ միայն նրանք, որոնց որ հնարավոր եմ համարում հասնել 5 տարիների ընթացքում։ Իմ կարծիքով 5 տարի անց Microsoft-ը կլինի Հայաստանի խոշոր հարկատուների առաջին 200-ի ցանկում, առաջին տասնամյակի ընթացքում պլանավորված էր լինել առաջին 1000 հարկատուների ցանկում։ Բացի դրանից պլանավորում ենք ունենալ 300-ից 350 աշխատակից մինչև 15-ամյակը, ինչպես նաև իր կայուն դիրքը կզբաղեցնի IT ոլորտի միջազգային քարտեզի վրա։ Այն է կունենա տարբեր ներկայացուցչություններ աշխարհի տարբեր երկրներում, մի շարք գործընկերներ եւ նորարարություններին միտված մի շարք հաջողություններ։ Եթե հնարավորություն ունենայիք վերադառնալ Microsoft-ի հիմնադրման առաջին օրը, ինչ բան կփոխեիք։ Իրականում այդ մի փոքր դժվար հարց է, որովհետեւ կարծում եմ, որ որոշումների զգալի մասը ճիշտ են կայացվել այս տարիների ընթացքում, թերևս կարամ առանձնացնեմ մի բան, որ կարելի էր փոխել։ Իմ կարծիքով կարելի էր Microsoft-ը հիմնել 2 տարի ավելի շուտ, քան ինքը իրականում հիմնվել էր, այսինքն 15 թվականի ապրիլի 1-ի փոխարեն կարելի էր հիմնել 13 թվականի ապրիլի 1-ին, որովհետև ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելը իրականում շատ է օգնում հետագայում հաջողություններ գրանցելու համար, եւ այդ 2 տարին ուշ սկսելը կարծում եմ մի փոքր կորսված ժամանակահատված էր։ Մնացած բոլոր որոշումները կարծում եմ, ոչ բոլոր, բայց հիմնական որոշումները ճիշտ են կայացվել։ Եթե Microsoft-ը թողներ ժառանգություն բիզնեսից դուրս, ինչ կցանկանայիք, որ դա լիներ։ Դուք երևի տեղյակ եք, որ Microsoft-ը զբաղվում է ոչ միայն բիզնեսով, ոչ միայն ծրագրային ապահովման մշակմամբ, այլ նաև Microsoft-ը ներգրավված է հասարակական տարբեր շերտերում տեղի ունեցող process-ներում, մասնավորապես Microsoft-ի մի շարք աշխատակիցներ դասավանդում են Հայաստանի տարբեր բուհերում, ուսումնական հաստատություններում, Microsoft-ը սատարում եւ հովանավորում է երիտասարդ սերնդին սպորտի բնագավառում, միջազգային օլիմպիադաների բնագավառում, այսինքն որպես համամարտկային արժեք ոչ միայն Microsoft-ը, այլ առհասարակ կարծում եմ մարդու կարևոր առաքելություններից մեկն այն է, որ փորձի իր գիտելիքներն ու փորձը, որը ինքը կուտակում է իր կյանքի ընթացքում, փոխանցի հաջորդ սերունդներին եւ սատարի սերունդներին շարժվել այն ճանապարհով, որով որ իր կարծիքով շարժվելով կհասնեն մեծ հաջողությունների, այսինքն բոլոր այն մարդիկ, ովքեր հետևում են մեզ, քայլում են մեր ճանապարհով կամ դեռ չեն կողմնորոշվել եւ փորձում են կողմնորոշվել, թե ինչով կարելի է զբաղվել կյանքում, կարծում եմ ցանկացած մարդու առաքելությունն է օգնել, ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքը ունեն։ Microsoft-ի պատմության մեջ որն է եղել այն շրջադարձային պահը, երբ զգացել եք, որ ամեն ինչ կտրուկ փոխվում է։ Շրջադարձային պահեր երևի նկատի ունեք փոխվում է դեպի լավը կամ ավելի կայուն իրավիճակի անցնում։ Կարծում եմ մի օրինակ բերեմ, Մահատմա Գանդին լավ խոսք ունի, բոլորին հայտնի, ասում է սկզբում քեզ անտեսում են, հետո ծաղրում են, հետո ծեծում են եւ հետո դու հաղթում ես։ Հաջողությամբ հաղթահարելով անտեսված լինելու եւ ծաղրվելու փուլերը, երբ որ արդեն հարաբերական իմաստով իհարկե սկսեցինք զգալ, որ մեր վրա կա որոշակի ճնշումներ, այդտեղից հասկացանք, որ Microsoft-ը արդեն հաջողության ճանապարհին է, մասնավորապես շատ դժվարին ժամանակահատվածներում եղել են դեպքեր, երբ այլ ընկերություններ փորձել են գնել Microsoft-ը, փորձել են այլ ճանապարհով ուղղորդել ընկերությանը եւ այլն, եւ կառավարման խորհրդի ճիշտ որոշումների արդյունքում հաջողությամբ հաղթահարվել են այդ պահերը, ինչի արդյունքում Microsoft-ը ավելի ուժեղացած է դուրս եկել եւ կարողացել է ընթանալ այն ճանապարհով, որն ի սկզբանե պլանավորել էր։ Որն է այն որոշումը, որը կտրուկ փոխեց ընկերության ընթացքը։ Որոշումներ պարբերաբար լինում են, հեղափոխական որոշումներ, հատկապես սկզբնական տարիներին, վերջին շրջանում արդեն ամեն ինչ էապես ավելի էվոլյուցիոն տարբերակով է առաջ շարժվում, բայց սկզբնական տարիներին ամեն ինչ ավելի հեղափոխական ընթացք ուներ,
Կարծում եմ հիմնական որոշումներից էր նախ առաջինը ընկերության դիրքավորումը շուկայում, այսինքն թե ինչ բիզնես մոդելներով է պատրաստվում ընկերությունը իր ծառայությունները մատուցել աշխարհին, ընտրված քաղաքականությունը հնարավորություն տվեց մնալ շուկայում մեծ մրցակցության պայմաններում եւ փոքր ֆինանսավորման պայմաններում։ Այսինքն ընտրված քաղաքականությունը թե ինչ ուղղությամբ է Microsoft-ը շարժվում, եղել է Microsoft-ի հիմնական որոշումը եւ որոշումներից մեկը, ինչպես իմ գոլեգան նշեց, մեր ընկերության կարգախոսը հայերեն տարբերակով հնչում է որպես անկախության մատակարար։ Դա կարևորագույն որոշումներից մեկն էր որդեգրել այդ քաղաքականությունը ի սկզբանե եւ 10 տարի շարունակ այդ կարգախոսի ներքո Microsoft-ը կարողանում է բազմաթիվ նոր շուկաներ նվաճել, բազմաթիվ նոր գործընկերներ ներգրավել եւ շարժվել առաջ իր գաղափարների իրականացման ետևից։ Երկրորդ միգուցե կարևոր որոշումը եղել է ընկերության մասշտաբայնացումը, որի մեջ մենք հիմա գտնվում ենք, որը բավականին բարդ տրանսֆորմացիոն շրջան է իրենց ենթադրում։ Մասշտաբայնությունը, այսինքն մի ինչ-որ մասշտաբի դեպքում խաղի կանոնները այլ են, բայց երբ որ փորձում ես անցնել մեկ այլ մասշտաբի, մասնավորապես ներկայումս տեղյակ եք երևի, որ Microsoft-ը տեղափոխվել է նոր գրասենյակ, որում փորձում ենք ապահովել լավագույն աշխատանքային պայմաններ, փորձում ենք առաջիկա տարիներին լինել Հայաստանի լավագույն եթե ոչ լավագույն գործատուն, ապա գոնե լավագույն գործատուներից մեկը։ Մասշտաբայնության արդյունքում մենք կունենանք ոչ թե 60-70 աշխատակիցներ, այլ 300-ից ավել աշխատակիցներ։ Այդտեղ արդեն խաղի կանոնները այլ են, դժվար են, բայց միևնույն ժամանակ դա անխուսափելի որոշում էր, անցում կատարել ավելի մեծ մասշտաբների, որպեսզի կարողանանք իրականացնել մեր առջև դրված բոլոր նպատակները։ Ինչպես կբացատրեիք Microsoft-ը մեկ նախադասությամբ մեկին, ով երբեք դրա մասին չի լսել։ Իմ կարծիքով մեր ընկերության կարգախոսը լիովին բնութագրում է մեր ընկերությունը, այն է Independency Provider, եթե փորձենք հասկանալ մարդկային մոդելի վրա, Microsoft-ը մի հարթակ է, որը որ մարդկանց հնարավորություն է ընձեռում զարգացնել իրենց գիտելիքները, որի պատճառով իրանք դառնում են ավելի ուժեղ, իսկ երբ մարդ ուժեղ է, հետեւաբար դրանից բարձրանում է իր անկախության աստիճանը։ Իսկ եթե նայենք ընկերությունների մոդելների վրա, շատ մեծ ընկերություններ ունեն ծրագրային կախվածություն ուրիշ մատակարարներից, Microsoft-ը օգնում է, որպեսզի իրանք ձեռք բերեն ծրագրեր եւ դառնան լրիվ անկախ այդ մատակարարներից։ Եթե Microsoft-ը ֆիլմի կերպար լիներ, ինչ բնավորություն կամ ոճ կունենար։ Իմ կարծիքով դա կլիներ օրնիբուն աշխատող հայրենասեր տեսակի մասին, որը որ իր աշխատանքով ցույց է տալիս, որ ամեն ոք կարող է իր լումաններ դնել իր պետականության զարգացման հզորացման մեջ եւ դարձնել այն հզոր, փոխարենը ի տարբերություն են մարդկանց, ովքեր ուղղակի նստում են բազմոցի վրա եւ բողոքում են, թե ինչու են ինչ-որ եվրոպական երկրները ավելի լավը, քան իրենցը, փոխարենը լծվեն այդ երկրի հզորացման գործին։ Նշեք մի բան, որի համար շնորհակալ եք Microsoft ընկերությանը։ Ընկերությանը շնորհակալ եմ իմ առաջընթացի համար, առաջընթաց տարբեր իմաստներով, թե մասնագիտական զարգացման, թե ընկերական շրջապատի ընդլայնման եւ նրա համար, որ միշտ որպես ուժ իրեն միշտ զգացել եմ իմ թիկունքում, փոխադարձ վստահության համար Microsoft-ը մի միջավայր է, որտեղ որ ես գալիս եմ ոչ միայն որպես աշխատող, այլ գալիս եմ այստեղ հաճույքով։
Ինչպես է IQ-Soft-ն օգնել ձեզ աճել մասնագիտական կամ անձնական առումով։ IQ-Soft-ում դեռ աշխատում եմ 2 տարի եւ այս 2 տարվա ընթացքում հասցրել եմ ձեռք բերել բազմաթիվ գիտելիքներ եւ հմտություններ։ Ամեն օր աշխատում եմ տարբեր թիմերի հետ եւ տարբեր պրոյեկտներում, որի շրջանակներում կատարելագործում եմ իմ մասնագիտական գիտելիքները եւ նաեւ ձեռք եմ բերում նոր գիտելիքներ իմ մասնագիտությունից դուրս, որը կարող եմ օգտագործել ոչ միայն աշխատանքում, այլ նաեւ առօրյա կյանքում։ Որն այն IQ-Soft-յան պահը, որ գրեթե ամեն շաբաթ կրկնվում է։ Միտինգներն են, մենք ամեն շաբաթ ունենում ենք միտինգներ, որի շրջանակներում պլանավորում ենք թիմի աշխատանքը, բայց կարող եմ նշել, որ ծրագրավորողները վստահաբար չեն սիրում այդ միտինգները ու կուզենային ավելի քիչ լինեին դրանք։ Նաև կարող եմ նշել, որ ամեն օր մենք սիրում ենք թիմակիցներով առավոտյան հավաքվել թեյի եւ սուրճի սեղանի շուրջ քննարկել հետաքրքիր թեմաներ, որոնք դրական ազդեցություն են ունենում մեր առօրյա աշխատանքում։ Նշեք մի բան, որի համար շնորհակալ եք IQ-Soft ընկերությանը։ IQ-Soft-ին շնորհակալ եմ ջերմ եւ լավ մթնոլորտի համար, որի շնորհիվ ես ամեն օր շատ ուրախ եւ դրական էներգիայով գալիս եմ աշխատանքի։ Նաեւ շնորհակալ եմ նոր գիտելիքների համար, որը ձեռք եմ բերում ամեն օր, որը կարծում ցանկացած մարդու համար շատ կարեւոր դեր ունի իր կյանքում։ Մեկ էլ աշխատավարձ։ Եթե IQ-Soft-ը ֆիլմի կերպար լիներ, ինչ բնավորություն կամ ոճ կունենար։ IQ-Soft-ը իմ կարծիքով ֆիլմի կերպար լինելու դեպքում կունենար մի տենց բավականին մեծ նպատակ ու շատ ընկերներ իր կողքին, որը որ կուզենար հասնել իր նպատակին։ Ու թեկուզ եւ այն ժամանակ, երբ որ եւ իր հմտությունները եւ իր ընկերների օգնությունը իրան շերիք էր, միևնույն ժամանակ կունենար նաեւ մեծ հավատ, որի շնորհիվ կկարողանար հաղթահարել բոլոր այն դժվարությունները, որոնք որ իզորու չէր հաղթահարելու։ Որն է այն կատակը կամ ավանդույթը, որ միայն IQ-Soft-ի աշխատակիցները կհասկանան։ Կան բազմաթիվ բաներ, որոնք որ IQ-Soft-ի աշխատակիցները միայն կհասկանան, հաշվի առնելով են կոլեկտիվը, որը այնտեղ կա, ու այդ կոլեկտիվի մեջ կան հետաքրքիր շատ պատմություններ, բոլորը հիմա չեմ կարող թվարկեմ, բայց կուզենամ առանձնացնել մեր շատ սիրելի գոլեգայի կողմից արտահայտություններ, որոնք են օրինակ գղզի, ջամբրուկ, ճիշտ է կողքից լսողի համար իրանք անհասկանալի բառեր են, բայց ինձ թվում է հարցի բուն էությունը նրանում է, որ սա կարող են հասկանալ միայն մեր թիմի մարդիկ։ Նշեք մի բան, որի համար շնորհակալ եք IQ-Soft ընկերությանը։ Այն շրջապատի համար, որ ձեռք են բերել փորձի, որ տվել է ինձ IQ-Soft-ը։ Ինչով է տարբերվում IQ-Soft-ը Հայաստանում գործող այլ ընկերություններից։ IQ-Soft-ին ինչպես նաև այլ ընկերություններ տարբերվում է իր անհատներով եւ իր գործունեությամբ։ IQ-Soft խաղում է նուրբ, իր առաջ դնելով մեծ գաղափարներ, այդ գաղափարները համեմելով ճկուն եւ խելացի մտքերով։ Որն է IQ-Soft-ում աշխատելու ամենալավ մասը։ Մի պատմություն պատմեմ, երբ մենք Կոստարիկայի ենք գործողում, հյուրանոցի թաղամասը ընտրել էինք պատահաբար վատ վտանգավոր տեղ, եւ բոլոր գոլեգաների կողմից հորդորվում էր դուրս չգալ, բայց մենք որոշեցինք դուրս գալ եւ տեսնել թե ինչն է այնտեղ վտանգավոր։ Նույն ձև ընթանում է մեր ամենօրյա աշխատանքային process-ը, որոշումները կայացվում են նույնպիսի հետաքրքրությամբ։ Նշեք մի բան, որի համար շնորհակալ եք IQ-Soft ընկերությանը։ Շնորհակալ եմ մեծ գաղափարների մաս կազմելու հնարավորություն տալու համար։ Որն է IQ-Soft-ում աշխատելու ամենալավ մասը։ Իմ դեպքում դա կլինի գիշերվա կեսին գնալ օդանավակայան, երբ որ գնում ենք նոր դիլեր անելու, նվաճելու նոր, չգիտեմ, շուկաներ մեզ համար, գտնելու նոր ընկերների միգուցե եւ տեսնելու նոր վայրեր։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է միանալ IQ-Soft-ին, ինչ խորհուրդ կտաք նրան իմանալ։ IQ-Soft-ին միանալու համար նախ անհրաժեշտ է ունենալ բարձր մարդկային արժեքներ, այսինքն դուք պետք է կարողանաք աշխատեք թիմում, որտեղից իրականում ձեզնից կան ակնկալիքներ, բայց նաև մի ամբողջ, չգիտեմ, մեծ թիմ, ով պատրաստ է ձեզ ամեն ինչում օգնել, ձեզ պետք են լեզուների իմացություն, ձեզ պետք են արագություն, դրանք ամենակարևորն են։ Նշեք մի բան, որի համար շնորհակալ եք IQ-Soft ընկերությանը։ IQ-Soft-ում ես կատարել եմ իմ երբևէ առաջին քայլերը ու արդեն տարիներ շարունակ կատարում եմ, հուսով եմ դեռ երկար։
Microsoft-ը մի գործատու է, որտեղ դու քեզ ապահով ես զգում, այսինքն դու գիտես, որ եթե անգամ ինչ-որ հարցում սխալվես, ապա քո ընկերները քեզ կարող են ծածկել որոշակի հարցերում եւ կարծում եմ, որ սա յուրաքանչյուրի մտքում է, այսինքն ցանկացած գոլեգայից, եթե հարցնենք այս հարցը, ինքը կասի, որ ես պատրաստ եմ ինչ-որ մեկին պահել, որովհետեւ ինքը վստահ է, որ այն մնացածն էլ իրեն են պահելու ցանկացած հարցում, ու ամենակարևորը նա է, որ մենք թիմովի ենք ուրախանում, այսինքն եթե մեր մոտ կա ինչ-որ հաջողություն, բոլորը ուրախանում են դրանից, չգիտեմ, այդ երևի ամենահետաքրքիր բաներից է։ Որն է եղել այն պահը, երբ իսկապես հպարտ եք զգացել, որ աշխատում եք այստեղ։ IQ-Soft-ում աշխատելիս հպարտ զգալու առիթները բազմազան են։ Կցանկանայի առանձնացնել մի քանիսը։ Գործունեություն ծավալելով այսպիսի մրցունակ ոլորտներում հպարտ ենք համարում ներկայացնել թե մեր պետությունը, թե մեր առաջարկած լուծումներն ու ծրագրերը։ Հպարտ ենք համարում համագործակցել ոլորտի կարկառուն ներկայացուցիչների հետ, ովքեր վստահում են մեզ իրենց բիզնեսը եւ դա իհարկե մեր թիմի ահռելի աշխատանքի արդյունքն է եւ ի շնորհիվ մեր թիմի ահռելի աշխատանքի է այդ ամենը տեղի ունենում։ Ինչով է տարբերվում Microsoft-ը Հայաստանում գործող այլ ընկերություններից։ Լինելով տարածաշրջանում լավագույն կազմակերպություններից մեկը, Microsoft-ը տարբերվում է իր մարդակենտրոն մոտեցմամբ թե իր աշխատակիցներին, թե վերաբերմունքով դեպի իր գործընկերներին։ Մենք առաջարկում ենք լավագույն կորպորատիվ լուծումներ մշակույթ թիմի համար եւ մեր գործընկերների համար լավագույն պայմանները եւ բիզնես լուծումները։ Նշեք մի բան, որի համար շնորհակալ եք IQ-Soft ընկերությանը։ IQ-Soft-ը ոչ միայն տեխնոլոգիական առաջատար է, այլև մի վայր, որտեղ աշխատելը միայն եւ միայն հաճույք է, եւ մենք կոչում ենք IQ-Soft-ին IQ Family, այսքանով ինձ թվում է ամեն ինչ ասված է։ Շնորհակալ եմ այս միջավայրի, թիմային ջերմ մթնոլորտի եւ ուղղակի շնորհակալ եմ լինելու IQ-Soft-ի մասնիկ։ Այս ամբողջը թազուց չնկարենք էլի ախորպես։ Ներսից ջան, ես այս պայմաններում չեմ կարա։ Ես դեռ աշխատում եմ Microsoft-ում։ Да ты что? Մայ դուզի ջան։ Մարդը հարց է տալ։ Ես հեսա մի հատ գրիմ անեմ, գիշերվա կեսին։ Ամեն ինչի համար շնորհակալ եմ։ Microsoft-ում աշխատելու ամենալավ մասը։ Շատ են, ինչ։ IQ-Soft is a software development company based. Ասա, всё, точно, ես գիտեմ ինչ պետք է ասեմ։ Հերո չի։ Ես այն մի 11-ին չեմ գալու։ Մի ասեմ գղզի ու всё, հա։ Եկեք մի հատ նորից։